Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, ով ինձ ես։ Հունիսի 2-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից եւ Սփյուռքից։ Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին։ Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ արտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը, հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Հայոց եկեղեցին գիտակից իր հանձնառություններին անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելությունը, ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին եւ մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով եւ զինվորագրյալ հոգեվորականներով, ի գլուխ ունենալով ազգընտիր ամենայն հայոց հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական ու անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առհայրենին եւ Սուրբ եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը։ Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության եւ գայթակղության։ Աղոթում ենք արփրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության եւ առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը եւ պայծառ հայաստանյա Ծառաքելական մեր Սուրբ եկեղեցին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։ Կոտայքի մարզի Ակունք գյուղը հատիս լեռան ստորոտին է, Աբովյան քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք։ Հիմնադրել են 1829-ին Պարսկաստանից եւ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ Ավելի քան 2000 բնակիչ ունեցող գյուղում այսօր հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Գյուղի բնակիչները պարծենալու շատ բան ունեն։ Ասում են գյուղի 40 աղբյուրներից է սկսվում Երևան մտնող հիմնական ջրագիծը։ Ակունքի հոսող ջուրը մինչև Երևան ռոքելա եւ խմելու ջուրա ծառայել եւ ջրաղացներ են եղել Ակունք գյուղի գետերի վրա։ Ես որ փոքր էի հիշում եմ հսկայական գետ էր հոսում, խմելու ջրի գետ էր հոսում եւ ամեն ինչի ծառայում էր։ Դա հետո կամաց Երևան ջրմուղը տարավ։ Հին գյուղատեղիում գտնվող Կիկլոպյան ամրոցի ավերակների 5-ից 6-րդ դարերի Սուրբ Պողոս Պետրոս սրբավայրի մասին առանձնակի հպարտությամբ են պատմում գյուղի տղամարդիկ։ Ամեն օր հավաքվում են այս տաղավարում ու աշխարհաքաղաքական հարցեր քննարկում։ Տաղավարը գյուղի կենտրոնում 1855 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ է գտնվում։
Ակունքցիները հիշում են, Սուրբ Կարապետը շատ եկեղեցիների նման խորհրդային շրջանում վերածվել է պահեստի։ Սովետական տարիներին մենք գալիս կանգնում նայում էինք, որ ցորենը ոնց են բերում, հետո բաժանում են բնակչությանը, հետո խորհրդային տարիներից հետո նոր սկսեցին եկեղեցին կամաց վերականգնել, տարիքով մարդ կար, Խաչատրյան Հակոբ էին ասում, ինքը գումարներ էր հավաքում, տանիքը փոխում էր, լուստրա էր առնում կախում, մաքրեր էր տալիս, վերանորոգում էր, հետո մինչև սովետական կարգերի վերջը։ Ծանր օրեր ապրած Սուրբ Կարապետի օրացույցում հունիսի 1-ը նշանավորվեց վերահոսման եւ վերաբացման արարողությամբ։ Եկեղեցին բազմամարդ էր։ Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ եկել էին մասնակցելու վերահոսման արարողությանը, որը թեմակալ առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի ձեռամբ կատարվեց։ Օրնություն եւ փառքոր եւ որդո եւ օգույն սրբո, աշն եւ միշտ եւ ադիդյանս ավիգենից ամեն։ Դռնբացեքի արարողությունից հետո հոգևոր դասը աղոթակից հավատացյալների հետ ներս մտավ, որտեղ սկզբում ջրով եւ գինով լվացին, ապա Առաքել Սրբազանն օծեց 16 սյուները, Մկրտության ավազանն ու Սուրբ Սեղանը։ Սուրբ Կարապետ եկեղեցվո։ Ճիշտ է, Սուրբ Կարապետը մեկ անգամ 2006 թվականին մասնակի նորոգվել էր Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ, բայց 2 տասնամյակ անց կրկին նորոգման անհրաժեշտություն էր առաջացել։ Խնդիրներն ըստ վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի առաջացել էին խոնավության հետևանքով։ Տեղում ուսումնասիրություններ կատարեցինք ու հանգեցինք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ներսում պատերի սվաղը, որը տարիներ առաջ սվաղվել էր, այդ սվաղը մաքրեցինք եւ բացվեց եկեղեցու հին շարվածքը եւ այնտեղ ոչ մի բան մենք չենք փոխել, բացի ամրակայումներից եւ կարանախցումներից եւ ինչ որ կար արդեն դուք տեսաք տանիքի գերանածածկը ամբողջությամբ փտած էր ամբողջությամբ մենք հույս ունենք որ կպահպանենք որոշ բաներ բայց ընդհանուր ամբողջը փտած էր եւ դետալները որոշ էլեմենտներ փոխվեց նաեւ տանիքածածկը Խաչքավորների եւ եկեղեցու բարերարների հովանավորությամբ հնարավոր է դարձել 1 տարվա ընթացքում ամբողջությամբ նորոգել սրբավայրը, լուսավորել եւ բարեկարգել տարածքը։ 2 տարի առաջ եմ եղել այս եկեղեցու խաչքավորը, հենց այդ ժամանակվանից էլ միտք առաջացավ Տեր հայրի հետ քննարկման ընթացքում, որ եկեղեցին վերանորոգենք, տարածքը բարեկարգենք, շատ դժվարություններով, բայց Աստծո օրհնությամբ եւ Տեր հայրի ջանքերով եւ ջանասիրությամբ կարողացանք ավարտին հասնել մեր երկար սպասված այս վերանորոգումը։ Հաստատ իր դրական արդյունքը կունենա այս եկեղեցու վերանորոգումը։ Առաքել Սրբազանն իր խոսքում բարձր գնահատեց եկեղեցական համայնքի ձևավորման համար Տեր հոր ջանքերը, շնորհավորեց նրան քահանայական ձեռնադրության 15-ամյակի առթիվ։ Տեր Զորաբը 2010 թվականին է նշանակվել ակունքում։ Այսօր սպասավորում է հարակից 8 համայնքում եւս։ Հիշում է տասնամյակներ հոգևոր խոսք չլսած ակունքցիների հետ աշխատանք տանելը սկզբնական շրջանում փորձության էր նման։ Ես հասկացա, որ ես եկել եմ այնտեղ, որտեղ պետք է հերկել, պետք է սերմանել, պետք է ջրել, պետք է խնամել եւ վերջում վստահ լինելով այն տերունական խոսքին, որ ասում է մշակարժեն իր վարձքին եւ վերջում մեր վարձքը, մեր պտուղները պետք է քաղեին։ Եվ այդ սկզբունքով եկանք, առաջնորդվեցինք ու այսօր Փառք Տիրոջը իրապես այն պտուղներն են քաղում, որ Տիրոջ խոսքի համաձայն ասված է Սուրբ գրքում, մեկի դիմաց 30-ով, մեկի դիմաց 60-ով եւ մեկի դիմաց 100-ով։ Պատարակներ մինչ այդ չէին լինում։ Դե դրանից հետո ամեն շաբաթ պատարակներ սկսեցին անել, աստիճանաբար մարդիկ եթե նույնիսկ չէինք էլ ուզում Տեր Զորաբը զորով մեզ տանում էր պատարակի եւ դա դարձավ մշակույթ գյուղի համար։ Հատկապես շատ հետաքրքիր են անցնում նոր տարիները, պատարակը նոր տարվա օրերին։ Եվ յուրաքանչյուր ծիսական տոների ժամանակ հետաքրքիր պատարակներ, ավելի ակտիվություն, այդ քրիստոնեական ավանդույթները սկսեցին ավելի այսպես խորանալ մեր մեջ։ Շատ լավ է։
մենք ուրախ ենք, մենք շնորհակալ ենք մեր Տեր Հայրից, որ այսպիսի եկեղեցին այսպիսի վերանորոգ է, կառույց է, հալալի իրար։ Ու բոլոր Տեր Հայրները թող նմանվեն իրար։ Սրբազան հայրը շնորհավորեց ակունքցիներին, հույս հայտնեց, որ վերակառուցված եկեղեցին նոր շունչ ու հոգևոր վերելք է հաղորդելու համայնքային կյանքին։ Նա հորդորեց ունկնդիր լինել լուսավորչի եկայք շինեսցուկ Սուրբ Զխորան Լուսո կոչին եւ կարողության դեպքում մասնակից լինել տաճարների վերանորոգման եւ նորերը կառուցելու Սուրբ գործին։ Որքան էլ եկեղեցին իր դռները բացի, եթե դռները բաց լինի, բայց հավատացյալ չլինի, ուրեմն անիմաստ է այս վերանորոգումը։ Ես մտածում եմ, որ կլինի վերանորոգված քարերի մի կույտ, բայց եթե ամենօրյա իրենց աղոթքով, այցելությամբ փորձեն կենտանի պահել, միս արյուն հաղորդել եկեղեցուն, կլինի իսկական աղոթքի տուն։ Ու ես առավել քան վստահ եմ, որ դա այդպես կլինի։ Բարերարների ջանքերով բացված հոգևոր մշակութային այս կենտրոնը շատ բան է փոխել ակունքի հոգևոր կյանքում, նշում են ակունքցիները։ Այստեղ գործում է Կիրակնորյա դպրոցը, որտեղ մեծ թվով երեխաներ հաճախում են նաև հարակից համայնքներից։ Բոլորիս համար շատ հաճելի այն, որ ամեն ամառ այստեղ կազմակերպվում են ճամբարներ երեխաների համար։ Գրեթե 3 ամիս արձակուրդների ընթացքում երեխաները մասնակցում են ճամբարներին, անչափ հետաքրքիր ծրագիր ունեն ճամբարային։ Այսօր Կոտայքի թեմում գործում է 27 եկեղեցի 26 քահանաներով։ Մինչդեռ 1996 թվականին Սրբազան հոր առաջնորդության առաջին տարիներին գործող սրբավայրերի թիվն ընդամենը 5-ն էր։ Կոտայքի թեմում այսօր քաղաք չկա, որ եկեղեցի չունենա, ուրախությամբ նշում է Սրբազան հայրը։ Իդեպ մոտ ապագայում թեմի Բյուրեղավան համայնքն էլ կունենա իր գործող աղոթատունը։ Սրբազան հայրը պատարագից հետո մատաղի օրհնության կարգ կատարեց։ Տոնական օրը շարունակեց գյուղի ակունք պարային համույթը, բարի հրավիրելով ակունք եկած ուխտավորներին։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Հունիսի 1-ը կրկնակի տոն էր Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի բնակիչների համար։ 4 տարվա շինարարությունից հետո հավատացյալների առջև իր դռները բացեց գյուղի Սուրբ Ամենափրկիչ Նորակառույց եկեղեցին։ Սրբավայրն օծվեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ եւ թեմի քահանաների աղոթակցությամբ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ողջ գյուղը, մեծ թվով հյուրեր եւ պաշտոնյաներ։ Քահանահայրերը ընդունված կարգի համաձայն ջրով ապագինով լվացին առաքյալների անվանակիր սյուները, եկեղեցու Սուրբ Սեղանն ու մկրտության ավազանը, որից հետո Սրբազան հայրերը սաղմոսներ երգելով կենսատու մյուրոնով օծեցին եկեղեցին եւ սրբագործված աղոթատանը հավատացյալների հետ միասին հնչեցրեցին առաջին հայրմերը։ Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը ուղված բարերար Մհեր Բաղդասարյանին։ Հայրապետական օրհնության եւ գնահատանած արսիրեցյալ որդիս մեր եւ հարազատ զավակս Մայր Աթորո Սրբոյեչ միասնի մեծարգո Տիար Մհեր Բաղդասարյան Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ իմ կառուցած սրբությունը հանձնեցի իմ հայազգին։ Բոլորը թող բարով վայելեն, բոլորին հասած լինի այս սրբությունը, իբարս իմ ազգի, իմ քրիստոնյա սիրելի ու համով անուշ ժողովրդին։ Սրբազան հայրն իր գնահատանքը հայտնեց Նորակառույց եկեղեցու ճարտարապետ Ռաֆիկ Հերկնյանին, շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ներդրում ունեցած բոլոր հայրենիներին եւ իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին, մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով եւ ամուր հավատի եւ միասնականության շնորհիվ շեն պահել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Փառք քեզ Աստված հաղագս ամենայնի փառք քեզ, որ այսօր այսնեղ ժամանակներում, այս ծանր ժամանակներում
Մադինայի Գեղարքունես թեմի Մադինայի գյուղում կառուցվում է ամնափրկիչ եկեղեցին։ 20 տարվա հոգևորական եմ, ճիշտն ասած շատ կնունքներ եմ արել, իմ տարածքում է գտնվում փոքրիկ գյուղ է, ճիշտն ասած հոգևոր կյանքը ապրում են իբրև հավատացյալներ, բայց մեծամասնությունը կնքված չեն։ Շատերին կնքեցին, շատերին են պսակել, եկեղեցին ինձ թվում է անհրաժեշտություն էր, պատական չէր, որ ասեցի փառք Տիրոջը, որ այսօր Տիրոջ ողորմությամբ Մհեր Բաղդասարյանից այդ միջնորդությամբ, բարերարությամբ Ռաֆիկ Եգանյան ճարտարապետը կառուցվեց Ասոտունը։ Եղել են հզոր ազգեր, որոնք ունեցել են պետություն, այսօր չկան աշխարհի երեսից։ Որն է մեր գոյության հիմնական պատճառը, չնայած այդքան արաբիկների, այդքան գրոհների, դա միայն եկեղեցու շնորհիվ է, որ մենք հարատևել ենք, դարձել ենք ազգ, այսօր նաև պետություն։ Ես անձամբ որպես հայ քրիստոնյա, անձամբ այս գյուղի բնակիչ, շնորհակալ եմ, որ այսօր մեր գյուղում եկեղեցի կառուցվեց, գյուղի բնակիչները շատ սիրով լավ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են եւ գիտեն իրենց ինքնությունը եւ մենք գիտենք, որ մեր ինքնությունը կապված է եկեղեցու գոյության հետ։ Գյուղը ժամանակակիցների հիշելով եկեղեցի չունեցել, բայց ավելի մեծերը, ավելի տարիքովները հիշում են, որ գյուղում եկեղեցիներ եղել են, պարզապես ավերվել են ու գյուղի եկեղեցիների տեղում խաչքարեր են պահպանվել։ Այսօր մենք գյուղում ունենք պատմական խաչքարեր, 9-րդ դարին վկայագրվող խաչքարեր։ Սակայն եկեղեցի հենց բուն շենքը ունենալը ավելի մեծ խորհուրդ ունի։ Դուք է որ կենթանի պիտի պահեք այս տաճարի քարերը։ Եկեղեցին առանց ժողովրդի սոսկ քարեղեն կառույց է եւ մեր հորդորն է, մեր խնդրանքն է, մեր պատգամն է, որ ձեր կյանքի օրհնյալ օրերի ընթացքին մշտապես ձեր այցելություններով կենթանի պահեք այս գեղեցիկ եկեղեցին։ Մադինան գտնվում է Արմաղան լեռան արևելյան ստորոտին, Սևան Մարտունի մայրուղուց 15 կիլոմետր հեռու, ծովից 2200 մետր բարձրության վրա։ Գյուղի ներկայիս բնակիչներն այստեղ հաստատվել են 1925-30 թվականներից։ Բնակավայրն իր հարուստ բրոնզեդարյա քարայր կացարաններով եւ դամբարանադաշտերով հուշում է, որ այս վայրում հայեր են ապրել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից, իսկ միջնադարյան հին գյուղատեղին խոնարհված եկեղեցիները, մատուռներն ու խաչքարերը վկայում են, որ վաղանցյալից այստեղ հայ քրիստոնյաներ են ապրել եւ արարել։ Այսուհետ գյուղի պատմության մեջ որպես հիշարժան տարեթիվ կգրվի 2025 թվականի հունիսի 1-ը եւ ամեն տարի երկրորդ ծաղկազարդը կնշվի որպես Մադինայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ուխտի օր։ Լենա Չիչակյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Արուջի հնագիտական ժառանգությունը 2022 թվականից ուսումնասիրում են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Միջերկրածովյան եւ Արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի հնագետները։ Միջնադարյան ամրոցաշինությունը Մետաքսի ճանապարհին ծրագրի շրջանակում պեղումներ են կատարվել թե Արուջի տաճարի եւ թե դրա հարևանությամբ գտնվող ամրոցի տարածքներում։ Պեղումների ավարտին պլանավորվում է մեծ վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ իրականացնել եւ ստեղծել արքեոպարկ, որը նպաստ կբերի հատկապես Արուջ գյուղի զարգացմանը թե մշակութային եւ թե սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Մենք, որպես հնագետներ, զբաղվում ենք այս կարևորագույն պատմամշակութային հուշարձանների գիտական ուսումնասիրությամբ եւ ծրագրի միջոցով գիտությունը ավելի հասանելի ենք դարձնում հասարակ մարդկանց։ Հույս ունենք այն մեծ զբոսաշրջային հետաքրքրություն կներկայացնի, որը կնպաստի գյուղական համայնքների բարգավաճմանը։ Հնագիտական հարուստ ժառանգություն կա Արուջում։ Փոքրիկ գյուղատեղին 7-րդ դարում իշխանած իշխանների նստավայր, երկրի վարչական կենտրոն, նաև Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկն է եղել։ Արուջը բացառիկ մի վայր է, որտեղ մենք ունենք մեր միջնադարյան կառույցների գրեթե բոլոր հիմնական տիպերը։
Այսինքն այստեղ մենք ունենք վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի, ունենք Գրիգոր Մամիկոնյանի կառուցած այս հրաշալի տաճարը, իշխանական պալատ, որը շատ քիչ տեղերում կա, ունենք Բերդ, ուրեմն տասնյակ խաչքարեր կան ամբողջ բնակարարում մեկ եւ Արուճից մոտավորապես 1 կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է նաեւ Քարավանատունը, որը միջնադարում Դվինից Անիտանի տանող ճանապարհի, այդ Մետաքսի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկն էր։ Եկեղեցական ճարտարապետության տեսակետից մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն է ներկայացնում հատկապես Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը նաեւ Արուճի տաճար կամ Արուճի կաթողիկ են կոչում։ Արձանագրությունները վկայում են, որ այն 666 թվականին Գրիգոր Մամիկոնյան իշխանն է կառուցել։ 1960-ականներին են կատարվել եկեղեցու ամրակայման եւ հիմնանորոգման վերջին աշխատանքները։ Եկեղեցու գմբեթը չի պահպանվել։ Գմբեթավոր սրահ ունեցող եկեղեցիներից սա ամենամեծն է Հայաստանում։ Այս կառույցների առանձնահատկությունն այն է, որ ներսում սյուներ չկան, այլ գմբեթը պահվում է հզոր որմնասյուների վրա։ Եվ դրա համար այսպիսի տաճարները աչքի են ընկնում միասնական ներքին տարածությամբ։ Եվ ի սկզբանե նախատեսված էր եւ նկարվել է նաեւ որմնանկար այս եկեղեցու ներսում, որտեղ պատվանդանի վրա կանգնած Քրիստոսի պատկերն է, եւ Քրիստոսի պատկերը այստեղ 7 մետր բարձրություն է ունեցել։ Պահպանվել է ցավոք սրտի միայն ներքևի մասը, բայց երևում է նաև, որ ձեռքին ունի մագաղաթափաթեթ, որի վրա Հովանու ավետարանից մի քաղվածք է գրված, եւ փաստորեն մենք 7-րդ դարի կեսերից գրություն ունենք այդպիսի, ուրեմն ներկագիր արձանագրություն ունենք։ Միջնադարյան ամրոցաշինությունը Մետաքսի ճանապարհին ծրագրի շրջանակում հայ եւ իտալացի հնագետները բացի Արուճից միաժամանակ պեղումներ են իրականացրել նաեւ Գառնիի տաճարի եւ միջնադարյան Դվինի տարածքներում։ Ծրագրի հեռահար նպատակը ազգային նյութական մշակույթի պահպանումը եւ այն որպես համամարտկային ժառանգություն ներկայացնելն է։ Հայաստանը եւ Իտալիան ունեն ընդհանուր ժառանգություն եւ դրա մեծ մասը կազմում է պատմական ճարտարապետական ժառանգությունը։ Մենք տեսնում ենք ինչպես է Իտալիան բռնում Հայաստանի ձեռքը իր հնագետներով, պատմաբաններով, ժամանելով Հայաստան հայ մասնագետների հետ բացահայտելու, ուսումնասիրելու բոլոր այն արժեքները, որոնք այժմ թաքնված են մեզանից։ Իհարկե իրենք հայկական կարևորագույն ճարտարապետական հուշարձաններ են, բայց ներկայացում են նաև համամարտկային ժառանգության կարևորագույն ապացույցներ, կարևորագույն վկաներ։ Իրենց հետաքրքրում է նյութական մշակույթը, բարձրագույն մակարդակի նյութական մշակույթը։ Եվ այս երկուսի իրար հետ միացումն է, որ տալու է կարևոր արդյունքներ։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի վերջին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ լիբանանահայ գաղութի ներկայացուցիչ Հրայր Տանձիկյանը այցելեցին Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթուրայի վանք։ Հայ հյուրերին դիմավորեցին վանահայր Աբդուեիդը եւ պատմաբան հետազոտող Շարլ Հայեքը։ Այստեղ 1915-ից 1919 թվականներին հայոց ցեղասպանության տարիներին հայկական որբանոց է գործել, իսկ 1993-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայ որբերի աճյուններ եւ մասունքներ։ Հայ համայնքի, հայ եկեղեցու ներկայացուցիչների հետ համատեղ որոշմամբ մասունքները հուղարկավորվել են Անթուրայի գերեզմանատանը հանգչող կաթոլիկ հայրերի եւ ուսուցիչների շիրիմների կողքին։ Հետազոտողի կարծիքով Անթուրայի հայ որբերի պատմությունը հայոց ցեղասպանության պատմության մաս է։ Անթուրայում կան հավելյալ վկայություններ, որոնք ընդլայնում են հայոց ցեղասպանության վավերագրությունը։ Սովորաբար մենք ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական տառապանքի եւ սպանությունների ուսումնասիրությանը։ Անթուրան մշակութային ցեղասպանության վկայություն է, որովհետեւ որբանոցի նպատակն էր ջնջել որբերի հայկական ինքնությունը եւ երբեմն վայրենի մեթոդներով ներարկել թրքական ինքնություն։ Սա ուշ շրջանի օսմանյան թրքացման քաղաքականությունն էր։ Ձեռնարկը տապալվեց, հայերը չկորցրեցին իրենց ինքնությունը։ Հայոց ցեղասպանությունը ծրագրած թուրքական կառավարությունը որոշում է կոտորածներից փրկվածներին թրքացնել, դրա համար բացվում են հատուկ հաստատություններ։ Թուրքերն աքսորում են մերձավոր արևելքում խնամատար գործունեություն իրականացնող եվրոպացի եւ ամերիկացի միսիոներներին, նրանց կալվածքներից Անթուրան որբանոցի է վերածվում։ Այն գործում է Ջեմալ Փաշայի հատուկ ծրագրով։ Տնօրենի պաշտոնում նշանակվում է հայտնի գրող ֆեմինիստուհի պանթուրքիստ Հալիդե Էդիպը։
Հալիդե Էդիպ Էդիվարը առաջին ֆեմինիստուհիներից էր, մոդեռն կրթության ջատագովներից, այնուհանդերձ Անթուրայում նա շատ կոպիտ մեթոդներ է կիրառել հայ երեխաների հանդեպ։ Իր հուշերում նա ժխտում է դա, բայց անհաշիվ փաստեր ունենք։ Նպատակն էր Անթուրան դարձնել հայ որբերին թրքացնելու թուրքական նոր գաղափարներ կրող քաղաքացի կերտելու մի հաջողակ նախագիծ, որը ոգեշնչված էր եվրոպական նացիոնալիզմով։ Վանահայր Աբդուն եւ Շարլ Հայեքը հյուրերին ցույց տվեցին կաթոլիկ եկեղեցին, որը թուրքերը հայ երեխաների համար հիվանդանոց էին դարձրել։ Այստեղ նրանց հավատափոխ են արել, փոխել անունները իսպառ խզելու համար երեխաների հիշողությունը։ Բացի այդ, թուրքերեն լեզու, քերականություն, գրականություն են սովորեցրել, ստիպել շաբաթը մեկ անգամ թուրքական պիեսներ բեմադրել։ Անթուրայի հայ որբերին քաղցած են պահել, սովի ու այլ պատիժների մատնել։ Մի քանի 100 երեխա է մահացել այստեղ, նրանց մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Ընդհանուր առմամբ 1200 հայ երեխա է եղել Անթուրայում։ Եթե նրանց բռնացնում էին հայերեն խոսելիս, խստորեն պատժում էին։ Հուշերից մենք գիտենք, թե ինչպես երեխաները կարողացան պահպանել իրենց լեզուն։ Նախ թաքուն միմյանց համար երգում էին տատիկների երգած օրորոցայինները։ Մենք տեսնում ենք, որ երեխաները կարող են մերժել տեղի ունեցողը եւ պայքարել իրենց թեկուզ եւ փոքր ուժերի չափով։ Նրանք անընդհատ աղոթքներ են կրկնել։ Բազմիցս բռնվել են հայերեն օրորոցային երգելիս եւ պատժվել են։ Ասում են ավելի մեծերը հայերեն գիրք են ունեցել, որ թաքցրել են տնօրինությունից։ Հենց այստեղ եկեղեցում էլ Արմաշ Սրբազանը Վանահորը հանձնեց ամենայն հայոց կաթողիկոսի երախտիքի նշանը, մեդալ եւ հայոց մայր տաճարի մասին պատմող պատկերագիրք։ Արմաշ Սրբազանը նշեց, թե որքան կարևոր է հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու համար, որ այստեղ Անթուրայում պահվում է հայ երեխաների հիշատակը։ Պատճառներից մեկը, թե հայերը ինչու չկորցրեցին իրենց ինքնությունը, այն է, որ երբ 1919-ին վերադարձան միաբանները, նրանք օգնեցին վերադարձնել հայ որբերի անունները, արժանապատվությունը, քրիստոնյա լինելու գիտակցությունը։ Այն ժամանակներում սա մեր ամենակարևոր գործերից մեկն էր, որ արվեց այս փոքրիկ երեխաների համար։ Հայերի պատմությունները երբեք չեն մոռացվել Անթուրայում, պահպանվել են, թեպետ չափազանց ծանր հուշեր են։ Երբ հրապարակվեց Գառնիկ Բանյանի «Մնացբարով Անթուրա» կոչվող հուշագրությունը, մենք տեսանք թե տառապանք, թե հույս։ Գառնիկ Բանյանը դառնացած չէր։ Նա նկարագրում է այդ 4 տարիներին իր ապրածը եւ շատ ազդեցիկ ձևով ցույց տալիս, թե ինչպես կարող է մշակույթը երբեմն փրկել մարդկանց, որ կորցրել են իրենց հողը, տունը, գործը, ամեն ինչ, բայց չեն կորցրել մշակույթը եւ ուր էլ գնան, կարող են նորից սկսել։ 2010 թվականին հայ որբերի ընդհանուր գերեզմանի կողքին հայկական խաչքար եւ կոթող է տեղադրվել։ Այցելության ընթացքում խնկարկվեց նահատակված երեխաների հիշատակը։ Արմաշ եպիսկոպոսը հոգեհանգստյան կարգ կատարեց, համատեղ աղոթք հնչեց նահատակների հոգիների խաղաղության համար։ Նրանք չլռեցին, չմերժեցին, այլ հայտարարեցին, որ սա իրենց պատմության մի մասն է, թեպետ ցավալի մասը, սակայն պատմությունը չի վախենում ցավալի գլուխներից։ Դրա շնորհիվ ենք կարողանում առաջ գնալ։ Այստեղ Տիկին Գոհար Խաչատուրյանի շնորհիվ 2010-ին Գերեզմանատանը հայկական խաչքար կանգնեցվեց։ Այդ վայրը այժմ Անթուրայի հիշողության վայրերից մեկն է եւ վկայություն, որ հնարավոր չէ ոչնչացնել ժողովրդին, որի մշակույթը ողջ է։ Հայերն են միշտ սովորեցրել մեզ այս ճշմարտությունը իրենց պատմության միջոցով։ Շարունակականության հիմնական բաղադրիչը նրանց մշակույթն է, որտեղ էլ լինեն, կրկին Հայաստան են կերտում։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գեղարքունյաց թեմի 6 համայնքներից շուրջ 240 երեխա մասնակցեց Պարի փառատոնին, որը կազմակերպել էր Կամուրջ մշակութային կենտրոնը։ Ոչ միայն պարել, նաև նկարել, երգել եւ այլ հմտություններ այս երեխաները սովորել են եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնած շարժական սոցիալական կենտրոն ծրագրի շրջանակում։ Համայնքային պատասխանատուների եւ թեմական առաջնորդների հետ համագործակցաբար ծրագիրն իրականացվում է 5 սահմանամերձ մարզերում՝ Արարատում, Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում։
կարիքի գնահատման արդյունքներով պարզ դարձավ, որ ի թիվս այլ խնդիրների կրթական համակարգը եւս ունի մի շարք բացեր, այդ թվում մասնավորապես արտադպրոցական ծրագրերը եւ սահմանամերձ շրջաններում հիմնականում։ Երեխաների ինքնագնահատական, ինքնավստահությունը, ստեղծագործ միտքը, թիմային աշխատանքը, այս ամբողջը այն հիմնական հմտություններն են, որ երեխաները իրենք ձեռք են բերել եւ զգում են իրենց վրա արդեն այդ մեծ առաջընթացը։ Նախաձեռնությունը մեկնարկել է Գեղարքունի ասթեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի օրհնությամբ եւ մենք ինչու ենք նաեւ հատկապես կարեւորում նման նախաձեռնությունների ակտիվությունը, որովհետեւ այն համոզումը ունենք, որ յուրաքանչյուր երեխա իր մեջ Աստծո կողմից տրված շնորհներ ունի եւ այդ շնորհները մենք մեծահասակներս պիտի օգնենք գտնել։ Հատկապես ամռան ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ են ազատ ժամանակ ունենում, արտադպրոցական խմբակների դերն ավելի է կարևորվում։ Դա թվային հարթակներից կտրվելու, նոր շնորհներ սովորելու, ազգային մշակույթին ծանոթանալու հնարավորություններ է տալիս, իսկ դրա կարիքը մարզերում նկատելի է, ասում են ծրագրի պատասխանատուները։ Սովորել եմ Քոչարի պարը, որը մեր պապերն են պարել, նաև Յարխուշտան է մեր պապերը պարել։ Քոչարին պարել են այն ժամանակ, երբ որ նրանք պատերազմ էին եւ հաղթանակած են տուն վերադարձել։ Ծնողների համար ոչ միայն հունիսի 1-ը, այլև տարվա բոլոր օրերն են նվիրված իրենց երեխաների պաշտպանությանը։ Տարբեր են պաշտպանության միջոցները։ Խոսում ենք իրենց հետ շատ, փորձում ենք հեղուստացույցը բացառել, խաղերից համակարգչային հեղուն պահել, շատ կարդում ենք, շատ խաղում ենք, հագեցած օր ենք ունենում։ Չի բացառվում նաև այն դեպքերը, երբ որ կարող են մասնավոր դեպքեր լինել, որ ունենան պաշտպանվածության կարիք, բայց ես կարծում եմ, որ այսօր ծնողները ավելի երեխայապաշտ են ու իրենք շատ լավ կարողանում են այդ ծնողավարությունն էլ կազմակերպել, պաշտպանվածությունն էլ բոլոր հարթություններով։ Հաջորդաբար ելույթ ունեցան ծրագրում ընդգրկված մյուս մարզերի պարային խմբերը եւս։ Կլոր սեղան հիմնադրամի շարժական սոցիալական կենտրոն ծրագրի նպատակն է հոգեվոր եւ համայնքային գործընկերների ջանքերը մեկտեղելով մշակութային կրթությամբ նպաստել նոր սերնդի դաստիարակությանը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Նարեկացի արվեստի միության սրահը լցվել է կանոնի հնչյուններով։ Միությունը ներկայանալու հնարավորություն է ընձեռել 11-ամյա կանոնահարուհի Նարե Նիկոյանին։ Համերգը զարթոնք խորագիրն ունի, նվագակցում է Տաթև Աղջոյանը։ Նարեն սովորում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան կանոնի դասարանում։ Դասարանի առաջին սաներից է, նաեւ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում է ուսանում։ Մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված Art Music արվեստի միջազգային մրցույթ փառատոնին ու 2 անգամ իր տարիքային խմբում առաջին կարգի մրցանակի է արժանացել։ YouTube-ում տեսել էի, թե ինչքան է նվագում կանոնը եւ ինչ շատ դուր եկավ, ես գնացի կանոնի։ Բոլոր պարապմունքների, դասերի, մրցույթների ժամանակ Նարեին ուղեկցում է տատիկը, ասում է ինքն էլ սովորում է թոռնիկի հետ։ 4 տարին ես իր հետ հավասար սովորում եմ, կարելի ասել, բայց արդարացված է, որովհետև շատ մրցույթների մասնակցել, շատ փառատոնների, շատ տարբեր տեղերում ինքը ելույթ ունեցել եւ միշտ առաջին մրցանակների արժանացել։ Դրա համար դա ավելի ոգևորում է, ինքն էլ է ոգևորվում։ Դասարանի մանկավարժ Անի Նազարյանը մանրակրկիտ, հոգատար ու բանիմաց աշխատանքով երեխաների մեջ հետաքրքրություն է առաջացրել կանոնի նկատմամբ։ Գործիքը այսօր հետաքրքիր է երեխաներին, նրանով, որ
կա ծրագիր կատարման, հետաքրքիր ստեղծագործություններ, տարբեր նոր արտահայտչամիջոցների շնորհիվ գործիքը ավելի հետաքրքիր եւ գրավիչ է դառնում։ Ինձ համար շատ ավելի ուրախալի է, երբ ծնողները բերում են երեխաներին, ասելով, որ երեխան տեսավ եւ նրան շատ դուր եկավ գործիքը։ Գործիքը այսօր ունի բավականին լայն ճանաչում, կանոն նվագարանը սիրված է բավականին լայն շրջանակներում հանրության եւ ես ուրախ եմ, որ կարծես վերածնունդ եւ զարթոնք ապրի նաեւ հենց ինքը նվագարանը։ Դա շնորհիվ մեր պատվավոր պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի, նրա ավանդը շատ մեծ է այս գործում։ Ծրագիրը բազմաժանր էր, հնչեցին Խաչատուր Ավետիսյանի, Միհրան Դեմիրճյանի ստեղծագործությունները, Ծովինար Հովհաննիսյանի հեղինակային գործերը, Շուշանիկ Սաղաթելյանի մշակումները եւ փոխադրումները։ Նարեն կատարեց նաեւ կանոնահարուհիներ Վազգանուշ Պարմինի եւ Անահիտ Վալեսյանի ստեղծագործությունները։ Նարեին ընկերակցեցին Արաբգիրի հայորդյաց տան կանոնահարների Նազանի համույթը, ավագ ու կրտսեր կանոնահարուհիներ։ Համերգային ծրագրի մեկնարկին հնչեց հոգևոր կատարում, Կոմիտասի մեծացուցցե շարականը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները շտապում են Սուրբ Երրորդություն եկեղեցի ուսումնական ժամերգության մասնակցելու։ Հակաբացիլ շարականներ է կոչվում ծրագիրը, որում ներգրավված են կրթահամալիրի 5 դպրոցների սաները։ Ամեն ուրբաթ օր առավոտյան կրթահամալիրի տարբեր դպրոցներից օրը սկսում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցուն։ Ես կարծում եմ քաղաքի հանրապետության բոլոր համայնքները, վայրերը ունեն եկեղեցիներ, որովհետև այս ուսումնական պարապմունքը որպես միջոցառում չդառնա, ինքը դառնա որպես ուսուցման բաղկացուցիչ, գուցե կարևոր բաղկացուցիչ։ Այստեղ վստահ են, հանրակրթությունը չի կարող լիարժեք լինել առանց հոգևոր երգի, կտակարանի։ Կարևոր է, որ հետագայում աշակերտն իր հոգևոր ժառանգության կրողը լինի եւ նախանձախնդիր լինի դրա նկատմամբ։ Այն ինչ որ եկեղեցին շատ խնամքով, չէ, բերել դարձրելա պատարագա, չէ, դարձրել համաձայն եք, չէ։ Ես նկատում եմ հենց շարականը, որ դարձել է մեր Սուրբ հայրերի, հանճարի նաեւ, չէ, արտահայտման ձև։ Այս ամեն ինչ ոնց որ հանրակրթությունից ոնց որ չէ, դուրս է մնացել։ Ասենք երբ որ սովետական շրջանից էր դուրս մնում բացատրում էինք բոլշևիկները միսպյուր, իսկ ինչ կարող եք բացատրել, թե 1990-ից հետո ոնց հանրակրթությունը չի, այսինքն հանրակրթության առանցքում չի, բայց եթե ուրեմն չի հանրակրթությունը միանում եկեղեցուն, բայց ինչի համար այդ դպրոց, պետական դպրոց, պետական կրթական ծրագիր։ Կրթահամալիրը որպես հեղինակային այլընտրանքային մանկավարժություն իրականացնող ուսումնական հաստատություն վերջին 8 տարում է ուսումնական ծրագրում ներառել մասնակցությունը ժամերգություններին։ Առաջին դասարանից սկսած երեխաները ծանոթանում են Կոմիտասի ավելի պարզ հոգևոր ու ժողովրդական երգերին։ Բարձր դասարաններում արդեն ծրագիրը բարդանում է։ Սաները Նարեկացի, Շնորհալի, Եկմալյան են լսում ու երգում։ Նախագծի զարգացման ընթացքից գոհ եմ, որովհետև հաշվի առնելով սկիզբը քանի հոգի էին մասնակցում եւ հիմա ովքեր են մասնակցում, ինչ խմբեր են մասնակցում, բավականին լայն աշխարհագրական ընդգրկում ունի եւ հիմա նաեւ միացել են հանրապետության այլ դպրոցները նաեւ մեր մենթոր դպրոցներն են հետաքրքրված այս նախագծով եւ կարծում եմ, որ փոքր քայլերով կհասնենք նրան, որ հոգեվոր մշակույթը մի քիչ մոտ կգործի սովորողների ընտանիքներ, սովորողների շրջանակ եւ նաեւ հայության մեջ։ Հակաբացիլ շարական նախագիծը հիմնականում անցկացվում է Սուրբ Երրորդություն եկեղեցում, երբեմն էլ շրջում հանրային վայրերում, այգիներում, մայրաքաղաքի եկեղեցիներից հասնում մինչև իսկ հեռավոր գյուղեր ու բնակավայրեր։ Իրենց օրինակը սեբաստացիները փորձում են վարակիչ դարձնել նաև մյուս դպրոցների համար։
Ամսի 28-ին մենք ունեցանք դպրոցներ, օրինակ Դիլիջանի, Գարգարի, եղան Աշտարակից, եղան Արտաշատից, Նրանք մեր օրացույցով հրաշալի երևում են 2-3 տասնյակից ավելի դպրոցներ, որ հենց իրենց տարածքի եկեղեցիներում սեբաստացի սովորողների հետ իրենք իրականացնին եւ բարձունքի հաղթահարումը որպես տոնի բաղկացուցիչ եւ ուսումնական ժամերգությունը որպես հանրակրթության բաղկացուցիչ։ Ուսումնական ժամերգությունն ամրապնդում է եկեղեցի դպրոց, եկեղեցի աշակերտ կապը, ասում են մանկավարժները։ Ծնողներն էլ հաստատում են, հոգևորի երաժշտական գանձարանի նմուշները հարստացնում են իրենց զավակների ներաշխարը, բարերար ազդեցություն ունենում երաժշտական ճաշակի ձևավորման վրա։ Տանը սիրում ենք երգեր երգել ու երբ որ սկսեցինք շարականներ սովորել, ամեն անգամ եկեղեցի մտնելուց ծնողներիս հետ երգում եմ, այդ ծնողները զարմանում են, ասում են որտեղից գիտեք, ու այդ սովորում ենք դպրոցից ավելի շատ։ Ուղղակի երգը շատ եմ սիրում, քանի որ առաջին դասանից մենք երգել սովորում ենք, բոլոր այդպես կոմպոզիտորներին ուսումնասիրում ենք, մենք իրանց երգերի հետ ծանոթանում ենք, դրա համար շատ հետաքրքիր է մեր մշակույթը նաև։ Կրթահամալիրում սկսվել է ճամբարային սեզոնը։ Հակաբացիլ շարականներ ծրագիրը կվերսկսվի նոր ուսումնական տարում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։